Ես Գոհարն եմ ու շատ երջանիկ եմ այս հանդիպման համար ու շատ եմ ուզում իմանալ ինչպես եք ձեզ զգում հիմա, ո՞նց եք։ Լավ։ Ձեզ մի հարց տամ, դուք թռչել գիտեք։ Դե կանգնեք, եկվարը չի հավատում, որ դուք թռչել գիտեք։ Թռչել։ Հիմա եթե ես ձեզ թեև տամ, օրինակ զատիկի թեև տամ, դուք կթռչեք։ Աշխարհում կան թռչուններ, որոնք ունեն թվիկներ, հետուններ, կտուց, բայց չեն կարողանում թռչել։ Կիվի, ինքը թռչուն է երեխեք։ Նայեք, ունի կտուց, ունի թևեր, ունի հետուններ, բայց մեր կիվին չի թռչում։ Առաջում եք սյավ է։ Գիտեք, որ պինգվինները նույնպես թռչուններ են, տեսեք ունեն կտուց, ունեն թևեր, հետուններ ունեն, բայց նրանք նույնպես չեն թռչում։ Այն յորոս միասին կանչենք Էրնեստ աղջիկին, որ նա կա։ Էրնեստ, իսկ ուր է Էդին։ Ես ես նրան եմ անգալ, Էդի, երեխան եք, Էդին, գայնամ եք, նա իմ ընկերն է, դուք նրան չեք տեսել։ Էրնեստ, այսպես գայնամ, մեր չեմ Բա, այ քեզ բան, տեսնես ուր եք օրել Էդին, Էդի, այ քեզ բան, երեք հատ ընկեր կա այստեղ, երեքն եք իմ ընկերոջներ նման։ Մի տարեկան ես։ 4, իսկ իմ ընկերը 3 տարեկան է։ Ինչ է քո անունը։ Մարկ, տեսա, իսկ իմ ընկերոջ անունը Էդի է։ Դու կարող ես ասել, ես տանձ եմ սիրում թե խնձոր։ Ոչ, ես մեղր եմ սիրում, Էդին գիտի այդ մասին։ Սովորեցնենք Էդին թռչել երեխան։ Ճիշտ ասում, այստեղ եմ հրավիրում Թիթերին։ Թիթերը միջատ է ու շատ գեղեցիկ, Եվ ծիծիկը շատ հզոր թևեր ունի և համարվում է երեխեք թռչունների թագավորը։ Թութակը թռչել գիտի։ Այո, ուրեմն ես նրան կդնեմ թռչող թռչունների մոտ։ Մկրատաձև պոչիկ ունի, սա որ թռչուններ։ Ծիծեռնակը թռչել գիտի, չէ, երեխաները։ Ոնց շատ սիրուն թռչում են երեխաները։ Ջայլամները թռչել չգիտեն, բայց սա պատմություն է իսկական ու լավ ընկերության մասին։ Ով ինձ լսում է միծա։ Հավից հետքել երկուծա։ Հավից հետքել լսում է ձերքերը, այսպես բարձրացնում են, ահում եք երեք մատը, սկսում են երեքից հետ հաշվել։ 3, 2, 1